Փաթեթներ ունեն, որոնք կարող են ցանկացած պահի գործարկել, օրինակ վերջին գործը այդպես հապշտապ որ արվեց, այսինքն 1 վայրկյանում հոչարվեց, չէ, երևի ինչ որտեղ դոսիե կար, հիմա այդ դոսիեն մեջտեղ է դուրս եկել, այդպիսի տպավորություն է։ Այն որ 3 փաստացի թիվ 1 ամբիոնից հնչեցվել է քաղաքական պատվեր Նախագահ Քոչարյանի եւ իր ընտանիքի անդամների նկատմամբ քաղաքական հետապնդում սկսելու դա ակնհայտ է։ Այո, գզրոցներում ինչ որ միտեղ հավանաբար ինչ որ փաթեթներ կազմված պատրաստուն էին, ինչ որ պահի օգտագործելու համար, բայց սա քաղաքական ուղիղ ցուցումով տեղի ունեցած գործընթաց է եւ սա ուրիշ բան ուղղակի որակել չի կարելի։ Եթե տեսնում եք նույն ձեռագիրը նաեւ Ծառուկյանի մասով էր իրականացվել, հա, միանգամից տուն ներխուժում, կալանավորում, ձերբակալում, հետո կալանավորում եւ բոլոր բիզնեսների նկատմամբ այս իրականությունն, այսինքն նույնիսկ Սիրուշոյի Պրեգոմեշի խանութներ են մտել, կապարակնքել են հիմնական օֆիսը, այսինքն սա ուղիղ մեկ կենտրոնից միանգամից մարդու ընտանիքի եւ իր հետ փոխկապակցված անձանց նկատմամբ իրականացող քաղաքական հետապնդում։ Գրիգորյան Նիկոլ Փաշինյանը նիստերի դահլիճում ասաց Աննա Գրիգորյանը, այսպես մոլի հեղափոխական էր, բայց տեսավ հեղափոխության մեջ փող չկա, գնաց ԶՊՄԿ, դարավ մոլի սանասարական, չգիտեմ, այս բաների, այս սպառնալիքների, այս հայտարարությունների հետ կապված ո՞րն է ձեր արձագանքը։ Նախ ես իրան ասում եմ դու Ալիևի խամաճիկն ես, որովհետև Ալիևի հրահանգով մեր պետության բովանդակությունն ես ուզում փոխել, դրան ի պատասխան ինքը որոշում է իր արևին, ասենց կներեք այս բառի համար, ողորմելի փորձեր է իրականացնում իմ անձի հետ կապված ինչ որ հայտարարություններ անելու, ասում եմ ԶՊՄԿ եւ այլն, ես չգիտեմ ինքը ընդհանրապես ինչ նկատի ունի, ու ավելին, եթե ես իսկապես ուզենայի փող աշխատել, ես կմնայի վստահաբար այդ թիմում եւ իրենց նման ինչպես հիմա իրենք են փող աշխատում, ես կմնայի այնտեղ փող կաշխատեի, բայց իմ խնդիրը ընդհանրապես դա չէր, որովհետեւ կար ողբերգություն, Արցախի ողբերգությունը եւ դրանից հետո ես իմ քաղաքական գնահատականն եմ հնչեցրել, ես ես չեմ խանգարում։ Ես իմ քաղաքական գնահատականը եւ դիրքորոշումը հնչեցրել եմ եւ դրանից հետո իմ գործունեությունը ծավալել եմ ու իմիջիալոց գիտեք կրկնում եմ ողորմելի փորձեր են նման շեշտադրումներն անելու, որտեղ ես իրան անձնապես նայելով ասել եմ, եթե իմ անցնող տարիների գործունեության ժամանակահատվածում գտնեք մի դեպք, որտեղ որևէ անհատ, որևէ քաղաքական ուժ 10 դրամ ինձ ուղղակի տվել է իմ քաղաքական գործունեության համար, ես հենց հիմա մանդատս դնում եմ եւ ընդհանրապես քաղաքական գործունեություն այլևս երբեք չեմ ծավալում։ Ես կրկնում եմ, բնականաբար ոչ, ինչի մասն է խոսքը։ Ես իմ համոզմունքների բերումով իրականացնում եմ այն քաղաքական գործունեությունը, ինչը իրականացնում եմ, եւ գիտեք ինքը ընդհանրապես այնց հիստերիայի մեջ է ընկնում, դիվոտում է, երբ որ դու իր աչքերին նայում ես եւ իրականությունն ես արտաբերում։ Իսկ իրականությունն այն է, որ ինքը առաջիկայում գնալու է ռազմավարական նշանակության զիջումների Հայաստանի պետականության համար, ինքը արդեն հայտարարել է, որ Տիգրան Աշենաքյարքի է, որ պետք է հանձնվի, ինքը արդեն հայտարարել է չունենալով սահմանադրական մեծամասնություն ազգային ժողովում, որ պետք է փոխվի սահմանադրությունը եւ մասնավորապես անկախության հռչակագրին հղումը պետք է դուրս բերվի, բայց այս զիջումների ֆոնին ինքը պետք է գնա այս քաղաքական ռեպրեսիաների եւ իր հայտարարությունները, բառամթերքը, որ օգտագործում է քրեական հեղինակության եւ այլին ավելի բնորոշ է, այն բառամթերքը, որ ինքը օգտագործում է, չի կարող բնորոշ լինել քաղաքական գործչի, ելուր ասած երկրի ղեկավարին։ Այս բոլոր զիջումներից առաջ, եթե ամփոփի լինեմ այս հատվածը, այս բոլոր զիջումներից առաջ իրականացվող քաղաքական ռեպրեսիաներ են, որը ինչ նպատակ ունի հիմնականում։ Առաջինը որոշակի տեսարաններ ապահովել իր ընտրազանգվածի համար, որ ասի տեսեք արեցի, ասեցի, որ կնստացնեմ, նստացնում եմ։ Եվ ընդհանրապես վախի մթնոլորտ ստեղծելու, որ որևէ մեկը չհամարձակվի այլ կարծիք արտաբերել, ինչի մեծ հաշվով դրսևորումները տարբեր դեպքերում ունենում ենք։ Ասում եք դուք եկել եք կրքոտ ռետորի հետևից եւ մտել եք քաղաքականություն։ Դե, այսինքն պահանջն է արել։ Տեսեք, այդ նույն բառապաշարի մասով նախ թույլ տվեք բառապաշարին անդրադառնալ։ Այդ բառապաշարը օգտագործող մարդը զարմանում է այն բարքերից, որ գոյություն ունի մեր բանակում։ Երբ որ ինքը ասում է բանակը մեր հասարակության հայելին է, բա դու թիվ 1 ամբիոնին կանգնած ես, թիվ 1 պաշտոնյան ես փաստացի, որ դու նման բառապաշարով խոսես, բա բանակում էլ այդ ամեն ինչը տեղի կունենա։ Ու ինքը թող պատասխանատուներ որևէ տեղ չփնտրի, բանակի այսօրվա տեղի ունեցող բարդակը եւ այն իրավիճակը, որ կա, այո, թիվ 1 պատասխանատուն հենց ինքն է եւ պաշտպանության նախարարը։ Իսկ այդ ժողովրդի պատվերի մասով, բա ժողովրդը իսկապես երեք Լևոն Քոչարյանն էլ ասաց։ Բա գիտեք ժողովրդը մեզ ինչ էր ասում։ Դուք գիտեք ժողովրդը ինչպիսի բառապաշարով եւ ինչ տոնայնությամբ խոսում է այս իշխանությունների վերաբերյալ։ Այդ ձեր մեղքը չի, որ չեք արել մինչև հիմա ժողովրդի ասածները
դրա համար էլ այսօր ինքն է դատարկատորներին ձեր նայում, ասում ձեր մաֆիայի վերջը տալու եմ, կզսնելու եմ։ Անցնող տարիներին իսկապես մեր քաղաքական ուժը ամեն բան արել է իշխանափոխության օրակարգ սպասարկելու համար, փողոցային պայքար, ազգային ժողով եւ այսօր էլ ասացի, նախագահ Քոչարյանն էլ բազմաթիվ անգամներ ասել է, որ մինչև վերջ շարունակել եք մինչև այս իշխանությունների հեռացումը, այո, մինչև հիմա չի ստացվել, բայց որևէ վարքյան հետ չեն կանգնելու։ Այսօր ես բառացի իրան ասացի, կապ չունի ում նկատմամբ ինչ քրեական հետապնդում կսկսես, որը բառացիորեն քաղաքական հետապնդում է։ Ես լինեմ նախագահ Քոչարյանը, մյուսը լինի։ Պատրաստ ենք հալածանքների, որտեղ գիտենք, թե սեղանին ինչ է դրված, գիտենք Հայաստանի Հանրապետությունը դարձում է արևմտյան Ադրբեջան։ Ու դրա համար որևէ կերպ կանգ չենք առնել։ Դուք ինչ որ բան եք ասում, հա։ Երեք Նիկոլ Փաշինյանը ասում էր, դուք քաղաքականություն եք եկել կրքոտ ռետորի հետևից եւ դարձել եք Ռոբա Քոչարյանը սերժական կլանի ներկայացում։ Իսկ կներեք, ես ամեն տխմարություն պարտավոր եմ պատասխանել։ Ես կրքոր հռետոր ասելով նկատի ունեի իր այն կեցվածքը, որ բան չես ասում, մեկ էլ բան անում, հիստերիկ անում։ Դե դա փաստ է, դե չգիտեմ ինչ է ասել։ Ես, հա, կրքոտ հռետորի միջոցով իր բնորոշումներ իր մասին, եւ երբ որ ինքը սկսում է ցնցումների մեջ ընկնել, հիշում ենք նրա այդ ձևակերպումը իր մասին, այսինքն ես իր մասին իր ձևակերպումները վերադարձրել եմ իրան, որպեսզի կող դնենք իր այդ հռետորաբանությունը եւ բովանդակային զրույցները, դե հաճախ չի ստացվում կամ երբեք չի ստացվում։ Բայց եթե բովանդակությանը անդրադառնանք, ինչ է ասում, որ ես այո քաղաքականություն մուտք եմ գործել, սատարելով իշխանափոխության օրակարգը եւ ճիշտ է ասում, բայց հետո ինքը այդ իշխանափոխության օրակարգը ինչ արեց, դարձրեց Արցախի հանձնման օրակարգ, որի օրակարգը չի եղել։ Եվ ես բնականաբար չէի կարող շարունակել այդ իշխանության մաս կազմել։ Տիկին Գրիգորյան, դուք ասում եք 3 ազգային ժողովի ամբիոնից ուղիղ ցուցում տվեց Նիկոլ Փաշինյանը իրավապահներին, բայց նոր էլ խոսեց, իհարկե չհերքեց, որ ինքն է ցուցում տվել, բայց ասեց այդ ցուցումը ես իրավապահներին տվել եմ 2026 թվականի հունիսի 5-ին Հանրապետության հրապարակում իրենց հանրավաքի եզրափակիչ ելույթի ժամանակ։ Դե սա արդեն հասկանում ենք, չէ, սա արդեն հասկանում ենք, չէ, որ պետության տարբեր ճյուղերի միջև ուղղակի բացակայում է բաժանումը։ Երբ որ ես մարդիկ խոսում են սահմանադրության մասին, որ սահմանադրության մեջ պետք է հստակ տարանջատում լինի տարբեր ճյուղերի միջև, ինքը ուղղակի դրել sense ջնջում է բոլոր հնարավոր գծերը, այսինքն իրավապահ համակարգը, դատական համակարգը հիմա պետք է առաջիկային որոշումներ կայացնեն, չէ՞, նույն նախագահի վերաբերյալ, նրա որդիների վերաբերյալ։ Հիմա ինքը փաստացի ուզում է ասի, որ չկա դատավոր, ով չի կարող, ով չի իրականացնի իր պատվերը։ Բաներ անում, այստեղ եկած ասում էր, այն դատավորները դեռևս սպասարկում են էլիտաներին, նախկին էլիտաներին եւ այլն։ Մինչդեռ հիմնական հատվածը դատավորների փոխված է, մնացել են մի քանի հոգի, ովքեր կարող են արդարադատություն իրականացնել։ Մյուս մասն էլ բոլոր իշխանություններին ծառայած, հիմա էլ Նիկոլ Փաշինյանին գլուխները կախ ծառայող դատավորներն են։ Հիմա այստեղից այդ հրահանգները իջեցվում է, ինչը նշանակում է ուղղակի չկա ժողովրդավարություն։ Եթե քննիչը նստած սպասում է Նիկոլ Փաշինյանը երբ է ցուցումը տալու ինչ որ գործ կարելու, իսկապես այստեղ որևէ խոսք լինել ժողովրդավարության մասին չի կարող, եւ ես շատ ցավում եմ, որ մեր միջազգային գործընկերները շարունակում են լուռ մնալ, համր մնալ, որևէ տառ ու բառ չեն արտասանում, որովհետեւ ամենայն հավանականությամբ այս իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը տեղավորվում է իրենց պատկերացումների մեջ, դրա համար լռում են, բայց ես շատ ցավով եմ ասում, որովհետև առիթներ ունենում ենք խոսելու, հաճախ համաձայնում են, գլուխները կախ լսում են, այս առումով, որ դե հա, էս է իրավիճակը, բայց բան ասել, բան անել չենք կարող։ Տիկին Գրիգորյան, իր ամփոփիչ ելույթը ամբողջովին նվիրված էր հերրակաբանավեճի Ռոբերտ Քոչարյանի հետ, չնայած արդեն ձերբակալել որոշումը կայացված է, մեղադրանքը ներկայացնում են։ Ինչու է շարունակում Քոչարյանի հետ կռիվը Նիկոլ Փաշինյանը, երբ որ իրավական բոլոր լծակներով ինքը արդեն, այսպես ասած, հանգուցալուծում է իր ուզած ձևով Քոչարյանի հետ կապված գործընթացները։ Այս ելույթը որ լսեինք, տպավորություն էր, որ Քոչարյանը դեռևս ազատության մեջ է եւ սպառնում է նրա իշխանությանը։ Նախ նախագահ Քոչարյանը դեռ ազատության մեջ է, այդ չնայած SMS-ը կարող է արդեն գրված լինել, այս բան նախագահ Քոչարյանը գտնում է հիվանդանոցում, այդ պահը երբևէ չի շեշտադրվել նախորդ ամիսներին եւս, բայց 2 շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է ունեցել, հիմա էլ գտնվում է հիվանդանոցում, հետագան պարզ կլինի, այսինքն կներկայացնեն կալանքի չներկայացնի, այս ուղղակի կարճ դիտարկում, որ դեռ ազատության մեջ է։ Բայց ինչու հատկապես նախագահ Քոչարյանի հետ այս հերակա բանավեճը եւ մեզ հետ էլ քաղաքական ուժի եւ քաղաքական ուժի ղեկավարի հետ իշխանությունի ձեռքում, բայց որովհետեւ սա իսկապես տեսակի նախ ես մի քանի արձանագրում արեցի, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այդքան ատում է Ռոբերտ Քոչարյանին, նախ ընդհանրապես քրիստոնյա մարդու համար ատելությունը, մեղք է, բարկությունը, չարությունը, բայց ինքը չնայած սաղմոսները այսօր երանիներն էր ասում, բայց ինքը իր էությամբ չի կարող քրիստոնյա լինի, որովհետեւ այդքան ատելություն իր մեջ պարուրված է։ Բայց ինչու։ Նախ եւ
Նախ առաջ որովհետև նախագահ Քոչարյանը եզակի քաղաքական գործիչներից է կամ գործիչն է, ով որևէ առնչություն երբեք չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ եւ որևէ պարագայում պատրաստ չի լինի երբեք պայմանավորվել կամ համագործակցել իր հետ։ Ինքը դա լավ գիտի։ Ինքը լավ գիտի ամբողջ քաղաքական դաշտը ու շատ լավ է հասկանում, որ նախագահ Քոչարյանի հետ որևէ պայմանավորվածություն հնարավոր չի։ Եվ երկրորդը տեսակների ու մոտեցումների ընկալումների տարբերությունն է։ Մենք խոսում ենք հայկական բովանդակությամբ Հայաստանի Հանրապետության մասին, ինքը իբր այսպես փաթեթավորում է 4-րդ հանրապետություն, որի տակ ամբողջական ադրբեջանական նարատիվներն են տեղակայված։ Ու դրա համար է այս գաղափարական այո տեսակի եւ գաղափարական պայքարի խնդիրը։ Կներեք, ֆիքսել են միայն ձեր խմբակցության այսպես ելույթների շեշտադրումները, անդադ ձեռքը ձեր կողմներ մեկնում եւ ձեր քննադատություններ իր համար հիմք դարձնում, որպեսզի Դե օբյեկտիվության համար պետք է նաեւ ընդունել, որովհետեւ ուժեղ Հայաստանը ներկա չէր եւ հիմնականում մենք ենք խոսում, միգուցե դա էլ իր տեղն ուներ, բայց ամեն դեպքում այստեղ որևէ քաղաքական ուժի հատկապես մեր գործընկերների մասով բան չեմ ուզում ասել, բայց ամեն դեպքում ակնհայտ է, որ այդ քաղաքական բևեռացված մոտեցումները հենց մենք ենք որ արտաբերում ենք, այսինքն այդ 180 աստիճան քաղաքական ընկալումների եւ մոտեցումների տարբերությունը մեր կողմից է որ ներկայացվում է։ Գրիգորյանը Փաշինյանն ասաց, որ երեք ասաց, որ եթե ի պատասխան ձեր գնացեքին, ասաց, որ եթե ես գնամ, դու էլ ինձ հետ կգաս, որովհետեւ ես եմ քեզ բերել քաղաքական դաշտ, ըստ էության կարող է ձեր երկուսի գնալը իր հետ պայմանավորված է ու ձեր գնալը հնարավոր է հետները տան։ Չգիտեմ ինչ ասեմ։ Ես ամեն ինչ անելու եմ, որ ինքը դնա։ Այդ հաստատ եթե պետք լինի, որ ես դրանից հետո որևէ օր քաղաքականությամբ չզբաղվեմ, ես չեմ զբաղվել։ Բայց ես գիտեմ, որ ինքը մետաստազ է մեր երկրի վրա, ինքը քայքայում է մեր երկիրը, իմ պետությունը քայքայողն է։ Այսօր առավոտից երեկո մենք ավետյաց երկրում ենք, մենք գտել ենք մեր ավետյաց երկիրը, կարծես ուրիշ տեղ ենք եկանք ավետյաց երկիր։ Ես այս ավետյաց երկրում ծնվել մեծացել եմ։ Հիմա եկել ինձ համոզում են, որ դուք վերջապես մենք ձեզ համար բացահայտել ենք ավետյաց երկիրը։ Ես չգիտեմ իրանք իսկապես ում են հիմարի տեղ դրել։ Մենք այս երկիրը սիրում ենք, մենք այս երկիրը պաշտում ենք ու գիտենք, որ իրենք այս երկիրը կործանում են։ Հետևաբար ամեն ինչ անելու եմ, իմ հնարավորությունների հասկանալի է, որ շատ ավելի սահմանափակ հնարավորություններով ես ամեն ինչ անելու եմ, որ ինքը հեռանա։ Եթե դրանից հետո պետք լինի, որ ես էլ քաղաքականությամբ չզբաղվեմ, չեմ զբաղվի։ Տիկին Գրիգորյան կաթողիկոսին մասին ասաց 1900 Մերիջան, հիմա դու էլ կտաս, այսպեսի արտահայտություն արեց, եթե համաձայնի մեր օրակարգի հետ կաթողիկոսը պատրաստ եմ նստել, բանակցել, դրանով փաստորեն ինքը իրեն չհերքեց, որ կաթողիկոսին հետապնդում է, որովհետև, չգիտեմ, մերժել է Աստծուն, խախտել է կանոնակարգը եւ այլն, բայց հիմա պատրաստ է, եթե ընդունի օրակարգը, երևի կառավարության ծրագրի մասին էր, հա, խոսքը ծրագրի շեշտադրումներ, պատրաստ է նստել եւ բանակցել։ Դրանցում եմ երևի Արցախի անունը չտալու հարցում էր, երևի։ Կարծում եմ բոլոր հնարավոր կարմիր գծերը խախտված են։ Ես իհարկե կաթողիկոսի անունից դա չեմ կարող ասել, որտեղ ամեն դեպքում կաթողիկոսը պետք է իր խոհեմությամբ եւ իր դիրքից ելնելով հարցերին մոտենում է, բայց այնքան կարմիր գծեր են խախտվել, որ դրանից հետո ավազանի անունով դիմելուց, ամենավերջին վիրավորական հայտարարություն անելուց հետո անմեղ գառան դեմքով կանգնել ասել ես հիմա կարող եմ նստել քննարկել, բանակցել, չգիտեմ, էլի մեծ դիսոնանս է առաջացնում դա ինձ մոտ, բայց առհասարակ եկեղեցու դեմ իրականացվողը իսկապես անձերի մասին չէ, եկեղեցու որպես ինստիտուտի եւ նաեւ համահայկական ազգային արժեքները պահող ինստիտուտի դեմ պայքարը։ Եթե մենք սա չենք կարողանում ճիշտ անկյունից տեսնել ինչա կատարվում, մենք խնդիր ենք ունենալու, որտեղ այսօրվա իրենց պատկերացրած 4-րդ հանրապետությունն այդպեսին է, որտեղ Հայաստան սփյուռքն ընդհանրապես կապ գոյություն չունի, մինչդեռ Հայաստանի համար սփյուռքը մեծագույն ներուժ է։ Եկեղեցին, որ ազգապահպան ինստիտուտ է ամբողջ աշխարհով, որտեղ գնում ես, որ երկիր գնում ես, այդ քաղաքում, այդ երկրում եկեղեցի կա հայկական համայնքն կոնսոլիդացված է։ Հիմա իրանք դա էլ չեն ուզում։ Հասկանում եք, այն ամեն ինչը որ կարող է Հայաստանի Հանրապետությունն ավելի ուժեղացնել, իրենք իրենց դեմ պայքար են մղում։ Ու եկեղեցին կարևոր ֆունդամենտալ հենակետերից մեկն է այդ առումով։ Եվ այստեղ անձերի հարց չի, կրկնում եմ եւս մեկ անգամ, ու այսօր այդ հարցադրումը ես իմ ելույթում էլ հնչեցրեցի։ Այն հիմա նախ կաթողիկոսը այսպայն քրեական գործով է անցնում։ Իրենց նշած որ մեղքի համար է ինքը անցնում, սա առհասարակ հակասահմանադրական է, բարոյական բոլոր հարթության մեջ մեր արձանագրումներն արել ենք այս կոնֆլիկտի մասով, բայց սա նաեւ հակասահմանադրական է, որովհետև եկեղեցին անջատ է պետությունից, իսկ այսօր պետության փաստացի ղեկավարը ուղիղ միջամտում է, չի ասում լավ կլինի որ գնա, ասում է ինքը պիտի գնա, իրան փոխարինող պետքա նշանակենք, հետո կանոնական ինչ որ նորմեր պետքա ընդունենք, դու ես որ նման բաներ հայտարարես, դու ինչ կապ ունես այդ ամեն ինչի հետ։
Գրիգորյան, դուք ասացիք, որ երկրորդ նախագահը եզակի անձնավորություն է, նա Նիկոլ Փաշինյանի հետ ոչ մի դեպքում համագործակցության չի գնա։ Այստեղ իշխանություն, ընդդիմություն, կոնսենսուս կա, ուղղակի իշխանությունն էլ երկրորդ նախագահի եզակիությունը գնահատում է նրանով, որ 10 տարվա կառավարման ընթացքում դարձել է միլիարդատեր, Նիկոլ Փաշինյանը հեգնեց ազգային ժողովի ամբիոնից, ասում է, բայց ես էլ եմ 10 տարի, այսա շուտով դառնում, որ կառավարել եմ, բայց ես ինչի չեմ դարձել միլիարդատեր։ Նախ այդ իրավական մնացած գործընթացների մասին ես ասպայն որևէ բան չեմ ասի, որովհետև 8 տարվա մեջ ամենաանհավանական բաներն ասել են, հետո այդ ամեն ինչը ջրվել անցել է։ Հիմա այս մի գործը չլինի, ուրիշ գործ կկարեին, այդ գործը չկարեին, այլ գործ կկարեին, դա ակնհայտ է, փաստորեն իշխանության մոտ 9-րդ տարում եկել հիշել են, որ ինչ որ գործեր կան դարակում, որ պետքա բացահայտվեն։ Իսկ ինքը ինչ ունի չունի կամ իր շրջապատը մերձավոր, ոչ այնքան մերձավոր շրջապատը ինչ ունի թե չունի, կբացահայտվի որևէ ինքը որ իշխանություն չլինի։ Այդ ժամանակ մենք կտեսնենք, թե իրականում ինչպիսի չարաշահումներ են եղել եւ ինչպիսի անօրինակ ապօրինություններ են տեղի ունեցել իր կառավարման օրոք։ Թող ինքը չունի, մնացած ամեն ինչը կբացահայտվի։ Տիկին Գրիգորյան, Փաշինյանը նայեց ձեր դատարկաթողներին նիստում եւ հայտարարեց, ասեց, պրծել են ձեր մաֆիայի ժամանակները, որ ում ուզենաք կառնեք, ում ուզենաք ծախեք։ Ինչ կասեք այս մասին։ Նախ զգում եք, որ ընտրակաշառք։ նախ դուք զգում եք, որ ինքը իրային ոնց վստահ հայտարարությունից, որ մեր ընդդիմության ձայները նկատի ունի հիմնական եւ ուժեղ Հայաստան եւ Հայաստան դաշինք, ասում էր, որ 100%-ով օրգանիկ չեն, բոլորն ընտրակաշառքով են։ Դրանից հետո հետ քայլ կատարեց, ասաց 70% են այդպեսին։ Հիմա ասում է, դե հիմա ինչ կա, հաջորդ ընտրություններում այդպես չի լինի, դա ուղղակի շատ ծիծաղալի է։ Մեր ժողովուրդը մեզ գնացել եւ վստահ իր աջակցությունն ա տվել, համենայն դեպս Հայաստան դաշինքի մասով ես դա կարող եմ պնդել, որ 150,000 մարդ այն տերորի, վախի մթնոլորտի, այս վարչական ռեսուրսի չարաշահման ֆոնին գնացել եւ իր ձայնը տվել է Հայաստան դաշինքին եւ մենք այդ բերումով հիմա այստեղ ներկայացված ենք, բայց ձեր հարցը ինչ բանով էր։ Այն կոնտեքստում, որ մաֆիայի վերջի ես ձեր տալու եմ, սպառնալիքը էլի, հա։ Դե այդ սպառնալիքները, եթե անկեղծ ասեմ, օրինակ այսօրվա իր հայտարարությունները էականորեն տարբերվում են տարիներ առաջվա իր հայտարարություններից։ Ըստ էության չեն։ Չեն տարբերվում։ Բայց գիտեք ինչն է խնդիրը, օրինակ երբ որ հատկապես Ծառուկյանի մասով էր, չէ՞։ Ինքը Ծառուկյանի հետ 18 թվականի կոալիցիա կազմել է, ինքը օլիգարխ չէր համարում Գագիկ Ծառուկյանին սովորական խոշոր սեփականատեր էր, ում հետ կարելի էր գնալ նոր գործարանների բացմանը, հիշում եք այդ բացման գործարանի հերթական բացման ժամանակ, ասաց, դե ես կարծում եմ Գագիկ Ծառուկյանն ամեն դեպքում խոշոր սեփականատեր է։ Հետո Գագիկ Ծառուկյանը հայտարարություն է անում, որ դու պետքա գնաս, ինքը միանգամից հայտնում է ԱԾ պատվալում, հետո դրանից հետո դուրս է գալիս ակտիվ քաղաքականությամբ չի զբաղվում, էլի Գագիկ Ծառուկյանը խնդիր չունի, իր ընտանիքի անդամները որևէ խնդիր չունեն, մեկ էլ հենց 26 թվականից սկսում է զբաղվել ակտիվ քաղաքականությամբ եւ ընդդիմադիր ուժի ղեկավարում, միանգամից հայտնում է ԱԾ պատվալում։ Այսինքն իր այդ հայտարարությունները կախված են նրանից, թե այդ փուլում ինքը ինչ խնդիր է իր առջև դնում, բայց կրկնում եմ հիմնական խնդիրը, որ այսօր ինքը փորձում է լուծել, նախ տեսարաններ ապահովելն է եւ այո, հիմնական օրակարգից շեղելն է, իսկ հիմնական օրակարգը առաջիկա մեծ զիջումներն են, որոնք բովանդակային առումով շատ մեծ են լինելու։ Մեծ զիջումներն են եւ վախի մթնոլորտ տարածելն է։ Ու սա մի թերագնահատեք, երբ որ ես հիմա ասում եմ վախի մթնոլորտի տարածում, մի թերագնահատեք, որովհետեւ եթե հիմա դուրս գաք մի փոքր կրպակ ունեցող նույնիսկ անհատին մի բան հարցնեք, ասի ես քաղաքականության հետ շարից փորձանքից հեռու, ինքը գիտի դա ինչի համար է անում, որովհետեւ վաղը երբ որ փորձեն դնեն հանրաքվեի Սահմանադրության օրակարգը, Ալիևյան սահմանադրության օրակարգը, իրան պետք է որ որևէ մեկը չհամարցակի ծպտուն հանել։ Չնայած ես դա էլ էստեղ ասել եմ, որ ինքը դեռ 2/3-ի աջակցությունը պետք է ստանա, որպեսզի դնի հանրաքվեի, իսկ ինքը ստեղ 2/3 չունի։ Մենք, որ աներիկ բայորեն պնդում ենք, որ չենք պատրաստվում կողմ քվեարկել Ալիևի պատվերով սահմանադրությանը, մարդը որ մերժում էր Սերժ Սարգսյանի Հակոբ կարված սահմանադրությունը, լավ էլ հիմա ուզում է Ալիևի Հակոբ սահմանադրություն հակել։ Լավ, Տիկին Գրիգորյանի կողմից վերջին հարցերը թե կարելի է հեղափոխություն անելու եք թե չէ, որտեղ Փաշինյանն ասեց արդեն խնդրում աղաչում է, որ հեղափոխություն անեք, ի վերջո անելու եք թե չէ։ Իմիջիայլոց այդ լեգիտիմության մասը ընդհանրապես ինչ հասկանալի չի մեր ասացի մեջ կար Բարգավաճ Հայաստան կուսակցություն, որ պետք է հայտնվեր խորհրդարանում, վերցրեցին ամբողջությամբ ձայները եւ նաեւ ընդհանուր է մթնոլորտը, որ կար ընտրությունների ժամանակ, դա խնդրահարույց էր։ Իսկ ինչ որ ասում է, երբ որ ասում է դե հիմա եթե լեգիտիմություն պակաս կա, դուրս եկեք։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ 17 թվականին գրեթե նույն իրավիճակն էր։ Նիկոլ Փաշինյանը նստած լինելով իմ տեղում,
ավելի փոքր համեմատությամբ ընդդիմադիր ֆրակցիայի ղեկավար լինելով չէր ընդունում մեծամասնության տրված ձայները եւ լեգիտիմությունը, բայց գնացել էր խորհրդարան տեր կանգնելու իր ձայների ներկայացուցիչը լինելու։ Մի տարի հետո կամ մի քիչ ավելի կարճ ժամանակահատված հետո եղավ գլոբալ փոփոխություն եւ կրկնում եմ հիմա իր թեզերը կարելի է իրան ետ վերադարձնել։ Դու էլ ժամանակին 17 թվականի ընդդիմություն էր, չէր ընդունել, հիմա երբ որ մեզ ասում են, բա դուք ո՞նց եք այստեղ, եթե չեք ընդունում։ Այո, մենք չենք ընդունում ձեր ձայների ձևավորված լեգիտիմությունը, ընդունում ենք մեր ձայները եւ այո, ամեն բան անելու ենք, առաջիկայում էլ process-ներ հավանաբար կլինեն։ Միստիկեսից դուրս եկաք, երբ Փաշինյանը ձեզ ուղղված ելույթ էր ունենում, ներկա չէիք։ Նախ ինչ մենք մեր ելույթը ունեցանք, ավելացնելու բան չունեինք, դուրս ենք եկել, ամեն դեպքում եթե նկատեցիք, ես արձագանքում էի իր ելույթների կտորներին, այսինքն դրսում նստած նաև հետևում ենք։ Դա խնդիր չի։ Միջալոց դա ինչ որ քննարկման առիթ է դառնում, ընդդիմությունը ինչու նստած չի, ինչու այսպես նստած չի։ Ընդդիմությունը կարող է գնալ, երբ որ կարիք կա ինչ որ բան ասելու եւ այնտեղ չլինել, եթե բան չունենք ասելու այդ փուլում։ Չի նեղանան գնան ամեն խոսքը։ Ես չեմ կարծում, որ դա մեզ էր վերաբերում։ Տիկին Գրիգորյան նաև երկրորդ նախագահին ու Գագիկ Ծառուկյանին իրար հետ հիշատակեց Նիկոլ Փաշինյանը նշելով, որ Գագիկ Ծառուկյանը ժամանակին ասում էր կենսաթոշակները պետք է հավասար լինեն նվազագույն զամբյուղին, ասում է այդ հարցը պիտի տա Գագիկ Ծառուկյանը եւ Ռոբերտ Քոչյանն էլ պատասխանի, թե ինչու այդպես չի եղել։ Ճիշտ ասած չհասկացա բանը։ Թոշակների ինչու չի բարձրացվել Գագիկ Ծառուկյանը ժամանակին ասում էր Ուզում ասի, ես կապ չունեմ էլի, դուք իրար ինչ հարցում եք, իրար տվեք թոշակները նախագահ Քոչյանի օրոք 5 անգամ բարձրացել են թոշակները, եթե հարցադրումը դա է, երբ որ ինքը նախագահ Քոչյանն ընդունել է իշխանությունը եւ հասնել է իշխանությունը, մի քանի անգամ բարձրացել է թոշակ, այսինքն եթե դա է ենթատեքստը, ճիշտ ենթատեքստ չի, բայց եթե նայա որ իմիջիայլոց ինքը խոսք է տվել, որ թոշակները եւ նվազագույն սպառողական զամբյուղը պետք է հավասարել, տեսնենք կանի։ Շնորհակալություն։